Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Իսկապես շտապում եմ ներկայացնել իմ հյուրերին, որտեղ շատ յուրահատուկ հյուրեր ունեմ այսօր։ Ինձ համար շատ մեծ ուրախություն ու շատ պատասխանատվություն։ Սիրով ներկայացնում եմ Գլենդելի ոստիկանության խոսնակ Հայկ Փոբոքյան։ Ողջույն Հայկ ջան։ Շնորհակալություն, խնդրեմ նստիր։ Եվ Գլենդելի ոստիկանության հասարակական հարցերի բաժնի աշխատակից Էդգար Զաբունյան։ Ողջույն Էդգար ջան։ Ավեք պարոն։ Ամեցի նստիր։ Այսօր ինձ համար շատ ուրախ ու երջանիկ օր է, որտեղ ինձ մոտ շատ գալիս են ընդհանրապես հիմնականում արվեստագետներ, երգիչներ, դերասաններ, երգչուհիներ, երաժիշտներ, մի խոսքով ու առաջին անգամն է, որ այսպես մարդիկ են իմ մոտ գալիս, ինձ համար մեծ ուրախություն է, մեծ պատիվ եւ շնորհակալ եմ, որ հարգեցիք մեր հրավերը ու եկաք։ Ուրախ եմ, որ իմ հյուրն եք։ Մենք ենք ուրախ։ Ումից սկսեմ, չգիտեմ, Էդգար ջան, պատմիր քեզնից, մի երկու բառով։ Անունս Էդգար Զաբունյան, ծնվել եմ Երևան քաղաքում, ավարտել եմ 114 դպրոցը, այդ ժամանակներում Խաչիկ Դաշտենցի անվան միջնակարգ, ավարտելուց հետո տեղափոխվել եմ Միացյալ Նահանգներ, վերջի երևի 23-24 տարին ապրել եմ այստեղ։ Հայկ ջան, լսենք քեզ։ Ես ծնվել էի Ռուսաստանում, դու գնացինք Երևան փոքր վաղ, ճիշտ ասած շատ չեմ հիշում, 6 տարեկան էի, որ եկանք Ամերիկա, Գլենդելում եմ մեծացել եմ։ Շատ լավ։ Լավ, կրթություններդ, օրինակ, ուր եք սովորել, որտեղ եք սովորել, ինչ եք ավարտել։ Կրթությունը ստացել եմ ստեղ, Լոս Անջելեսում, բակալավր եւ ասպիրանտուրա։ Դրանից հետո գնացել եմ Կալիֆոռնիայի ոստիկանության նահանգի ոստիկանության ակադեմիան եւ աշխատել եմ ոստիկանությունում վերջի 14 տարին։ Հաճելի է։ Լսենք Հայկի։ Գլենդելում եմ գնացել դպրոց, հետո Կալիֆոռնիայի Նորթրիջ համալսարանը գնացի մի 2 տարի, այդ վաղ 20 տարեկան էի Glendale Police Department-ում apply արեցի, ճիշտ ասած չեմ վերջացրել դպրոցս, բայց հեսա դասերս հետ եմ գնացել, որ ստանամ կրթությունս։ Հաճելի է, շատ հաճելի է։ Ընտանիքը դե քո ընտանիքը ես լավ գիտեմ, մի հատ հրաշք աղջիկ ունի եւ հրաշալի տիկին, մեր Արմինկան, իսկ դու ամուսնացած ես։ Այո, սեպտեմբերին։ Հա, սեպտեմբերին ամուսնացար, երեխան էլ ասեմ, մեր հաղորդումից հետո գնմատուն արդեն շուտով երեխա է ունենում։ Շատ կարճ ժամանակ անցած։ Դե ցանկանում ենք որ դու դիտես որ աշխարհի համար ինքը գիտի ինքը քեզ շատ ասած կլինի ինչ բանա երեխա ունենալ ենել աղջիկ երեխա ինքը ունի աղջիկ երեխա մի հրաշք որը ես համաձայն եմ երջանկություն բախտ եմ ունեցել այդ երեխայի հետ ծանոթ լինել ու շփվել համով հետաքրքիր ու ոչ մեկին չնմանվող մի երեխա յուրահատուկ մի երեխա լավ տղեկ ջան անցնում ենք գործին լուրջ լրջացա հարգելի գեներ այդպես սկսում ենք չէ՞ մարդիկ Տղեկ ջան, ունակ մանկությունում երեխեքը որ փոքր է լինում, ամենալի երազանք ունենում է։ Մեկ ասպա ես խոհարար եմ դառնալու, մեկ ասպա դերասան պիտի դառնամ, մեկ ասպա երգիչ պիտի դառնամ, մեկ ասպա ես հրշեջ եմ դառնալու, չգիտեմ, օթաչու բան։ Հետաքրքիր է, դուք փոքր ժամանակ երազել եք, որ պիտի պոլիս դառնաք։ Ես փոքրուց իմ մոտ սերը բանակի ոստիկանության հանդեպ միշտ եղել է, բայց փոքրուց մենակ հետ եմ պատկերացրել։ Հիմա եթե հարցնեք ուրիշ ինչ կարաս անես, եթե ոստիկան չլինես, դժվարանամ հարցին պատասխանեմ։ Փոքրուց իմ մեջ սերը եղել է։ Դու Հայկ։ Ես էլ այդ հարցը դժվար կպատասխանեի։ Փոքր վաղ 14 տարեկան էի, high school-ում պետք է վոլոնտերություն անեինք։ Մամաս տարավ Glendale Police Station-ը ու այդ օրվանից ոտս մտավ մեջ այդ Police Station-ի, սկսեցի վոլոնտերություն անեմ 18 տարեկանում ընդ առաջի գործս ստացա, որ աշխատում էի որպես կադետ, հետո 20 տարեկանում արդեն ոստիկան էի դառել։
ինտենց ուզածս բանը չէր, պրոստը ստացվեց 14 տարեկանից, մեջս մտավ ու ես էլ այդ հարցը դժվար կպատասխանեի, հիմա ուրիշ ինչ կանեի։ Ես նույնիսկ տեղ բանը ես նշել էի, որ դի հարցնեի ձեզ, այն էլ դուք պատասխանեցիք։ Նշել էի, որ եթե նորից հնարավորություն լիներ ընտրության, էլի այս գործը կընտրեիք դուք։ Այդ հարցը նշել էի, այնպես որ դուք պատասխանեցիք։ Լավ, դեռ գիտեք, ինձ միշտ հետաքրքիր։ Ես պոլիստեի հանդեպ շատ մեծ հարգանք ունեմ։ Կապ չունի հայա թե ինչ այլ ազգի, բան դե մարդիկ մաքուր ազնվոր են, իրանք կարգ ու կանոն են հաստատում, աշխատում, որ բոլորի կյանքն էլ հետաքրքիր ու լավ ու անվտանգ լինի, անփորձանք լինի։ Ասենք թե մեկը շատ թեթև չեմ ասում, դες կոպիտ բաները դե parza։ Թեթև մի հատ խախտում արել մեքենայով կամ բան, կանգնացնում եք ու ամել parզմա որ հայ է։ Որպես հայ ինձ ինչ որ հատուկ զիջում կամ բան կա վերաբերում, թե չէ, թե օրենքը մնում է օրենք։ Այ հարցնում եմ քեզ։ Օրենքը այնց է գրած, որ այդ պոլիսը որ ձեզ կանգնացել է, այդ պոլիսը կարա ընտրի այս մարդուն տիկետ է հասնում, թե չի հասնում։ Անպայման պարտադիր չի, որ միշտ մեկին տիկետ գրենք։ Հայ լինել, հայ չլինելը ճիշտ է, մեկ-մեկետի մտնում է այդ հարցի մեջ, բայց ճիշտն ասեմ, մեկ-մեկ հենց բաներ է լինում, որ չես կարա այդ մարդուն տիկետ չտաս։ Բայց լինում է դեպքեր, որ ասենք մեկին կանգնացնում ես, դաժե հայ են, որ հասկանում են սխալ բան են արել ու այդ մարդու հետ խոսում ես, ջոգում ես, որ այս խախտումը կարող է երևի էլ չեն անելու։ Այդ վայրանտներում ավելի շատ խելացի բան է, որ այդ մարդուն տիկետ չտաս, արդեն հասկանում է իր սխալը։ Ուղղակի բացատրես աշխատել, սես բան չանել։ Այո։ Չէ, դու ինչ կասես Էդգար ջան։ Չէ, ես հայկետ համաձայն եմ, ամեն անգամ չի որ դու կան քեզ գրում։ Հիմա կապ ունի կատարած խախտումից, եթե Գլենոքսի վրա ուրբաթ երեկոյան ժամ 8-ին 100 արագության կանգնացնում են, չես կարա այդտեղ ոնց որ ներողամիտ մոտենաս հարցին, բայց շատ դեպքերում է լինում, որ ավելի փոքր, ավելի թեթև խախտումների ժամանակ ավելի ոնց որ ուսուցողական մոտեցում ես ուստ տալի, քան թե զրույց ունեն մեկ, չէ՞ իրանց հետ երկու բան զրույցում եք, խոսում, պատմում եք, բացատրում եք, որ ես հետևանքներն է, բան աշխատի չանես, որ համ մեր ազգի համար լավ չի որ հասել իմանան էլ որ հայ անող, համ էլ ընդհանուր մենք ուրիշին կվնասես, փորձանքի մեջ կգցես, չէ՞։ Բացատրում եք, չէ՞, պատմում եք, խոսում եք։ Ոչ թե բացատրում խոսում ենք, ես նախընտրում եմ հայերեն այդ ամեն ինչը անեմ, որովհետև հայերեն խոսալով մարդիկ, եթե հայ են, ավելի ճիշտ են հասկանում, ավելի ճիշտ են ըմբռնում, ինչ ես փորձում բացատրած լինես։ Հետո խոսակցությունը ավելի հաճելի լինում, էլի։ Այ հերք է, բացատրողական, ուսուցողական։ Ես միած այս պատմություն կապ դե անպայման հիշեմ, ֆիլմ ենք նկարում Գլենդել փողոցի վրա։ Ես մեքենայի մեջ եմ, այս կողքս վարորդն է, որ հետս ֆիլմում նկարվում է։ Ու օպերատորն էլ sense դրսից փողոցի կողմից ինձ է նկարում, որտեվ ես եմ խոսում, էլի, վարորդի հետ։ Մեկ էլ ոստիկանության ավտոն կանգնեց, երկու բան խոսած ու քշեց գնաց։ Հետո մենք եկանք ուրիշ տեղ ընտրեցինք, որ չենք խանգարում ոչ մեկին, փողոցի կողմից չի, բան չի, սկսեցինք դից նկարել, ասի այդ ոստիկանը կանգնացրեց, ինչ ասեց, ասեց տղեկ ջան, ստեղ չի կարելի կանգնել, որտեվ վտանգավոր է, էլի փողոցից դուս եկել նկարում ես, սրան տիկետ է ասում, էլի, ստեղ մի նկարեք, բան, ասեց, բայց իրան ես ճանաչում եմ, ինքան լավ տղա էր։ Ասում եմ, իրան գիտեի, լավ տղա է, շատ, ասի, ով էր, որ ասեց, Էդգար անունը գիտե։ Արա, Էդգարը ասում եմ, ինչ շատ մոդիկ, շատ հարազատ մարդ է։ Ես չեմ տեսել, դե կողքը նստած ինքը դեղից ասել է տղեկ, աշխատեք չկանգնել, գնացեք մի օր հետո, որտեվ բան է, էլի տիկետ է ասում։ Հետո այնքան ուրախացա, որդս զգուշացրել է, բան արեց, սիրուն գնացի, ասում եմ, բարաբան գոնե մի հատ տեսնեի, բարևեի։ Մի խոսքով, լավ, դե շատ կան, չէ, հայեր շատ կան պոլիսների մեջ, շատ են հայերը։ Գլենդելում մենք որ սկսեցինք, ես 15 տարի է Գլենդելի հետ եմ, կային, բայց այդքան շատ չկային։ Հիմա մոտավորապես 30-ից ավել հայ ոստիկան կա։ Մենակ Գլենդել քաղաքում։ Մենակ Գլենդելում։ Ու այդ 30-ից էլի մոտավորապես 2-3-ը կնիկ են։ Կինեն, հա։ Լավ։ Դարեկ ջան, ցավում եմ, շատ եմ ցավում, բայց ավարտեց առաջին մասը մեր սերույցի։
որ ինձ թվում է շատ հետաքրքիր ու լավ անցնում։ Եկեք անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդեն է եթերում, որից հետո ես կշարունակեմ իմ զրույցը, ինձ համար շատ թանկ, շատ հարազատ մարդկանց հետ, անկախ մասնագիտությունից, շատ կարգին տղերքի հետ։ Գովազդ է արդենի եթերում։ Խորհրդային Հայաստանի ամենաաղբակահարույց կողոպուտը, հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր, հարցեր, որոնք մնացին անպատասխան, անձրևանոց, ֆիլմ իրական պատմության մասին, հետապնդում, գաղտնիքներ, ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում, տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ իմ զրույցը իմ լավ ընկերների հետ, Հայկի եւ Էդգարի հետ։ Էդգար ջան, դե քիչ առաջ էլ խոսվեց բալիկիդ մասին, աղջկադ մասին, որ մի հրաշք, հետաքրքիր, մի ունեց բաներ մտածում, ունեց բաներ խոսում, ունեց բաներ, զգուշ որ մարդու կա ինք արդեն, մեծ մարդու կա։ Հետաքրքիր է ինձ, այ ինչ մասնագիտություն դուք ուզենայիր, որ քո աղջիկը ընտրեր, քո աչքի լույսը։ Ես երևի ավելի կնախընտրեի իր մոր ճանապարհով գնար, ապագայում իր բան լիներ կանստե ոստիկան։ Հաստատ եթե ուզենար շուղը ընտրի, փորձեմ ամեն ձևով համոզեմ, որ չընտրի։ Ավելի լավ կլինի իր համար ապագայում։ Էն էլ որ աղջիկա։ Այն էլ որ աղջիկա։ Հակ ջան, այս հիմա որ դու ասեցի, չէ՞, որ գնացիք տուն ու արդեն հետո շատ շուտով երեխեն ծնվեց։ Դու կուզենայիր, ինչ մասնագիտություն կուզենայիր, որ ընտրեր քո երեխեն, աղջիկ լիներ թե տղա։ Եթե իմ ուզենալով լիներ, երևի բժիշկ կամ լոյեր, ինչ որ բայց ոստիկանություն չէ, այս դարում չէ արդեն, ես չէի ուզենա։ Դե դժվար է, տղեկ ջան, դուք կնենց գործ եք ընտրել դժվար, որ ու ձեր կյանքը վտանգի դնելով ունեցեք անում, որ մյուսները երջանիկ ապրեն, ուրախ ապրեն, անփորձանք ապրեն, լիարժեք կյանքով ապրեն։ Դուք մեծ գործ եք անում։ Դուք ձեր ամեն մի օրը հերոսություն է ինձ թվում է։ Ամեն մի հասարակորը ձեզ համար մեծ հերոսությունների օր է։ Ու ես ցանկանում եմ, որ դուք այդ օրերը ձեր անփորձանք անցնեն, որտեղ ամեն րոպե կարող է փորձանքը ձեր աչքի առաջ լինի։ Սրտանց ցանկանում եմ, հոգով, սրտով ցանկանում եմ, որ անփորձանք կատարեք ձեր բարի, ազնիվ ու լավ գործը, բարի գործը, մարդկանց լավ տեսնել, առողջ տեսնել, անփորձանք տեսնել։ Լավ, ինչ խոր կտակ են երիտասարդներին, որոնք իսկապես ուզում են, օրինակ իմ ընկերներից մեկի տղան այդ գծով է։ Հիմա գնում է, ինքը չունած լավ օթաչու է գնաց ավարտեց, լավ էր քշում, մեր հովոյին գիտես, մեր հովոյի տղան, երկիչ հովոյի տղան։ Տղան ավարտեց որպես օթաչու բան ու ինքը այդ գծով է ուզում գնա ոստիկանության պոլիս է ուզում դառնա։ Պատկերացրեք ինձ եկել է ճանապարհելու аэроպորտում։ Պոլիսներ տեսավ գնաց մոտ ասում եմ այդ ինչը գնում խորհուրդները հարցնում, բաները հասցնում, եսի չէ ոնց արվի այն ինչ։ Այդ մարդիկ էլ սիրով պատասխանեցին, հասկանում ես։ Այ հիմա դուք ինչ խորհուրդ կտաք, իրանք ինչից պետք է սկսեն, ոնց սկսեն, որ իրանք երազանքը կատարեն։ Իրանք ուզում են այդ տղան կոնկրետ կամ հայ տղան ուզում է պոլիս դառնալ։ Ինչ խորհուրդ կտաք։ Առաջինը պետք է մի քիչ մարզված լինես, որ պատրաստես ակադեմիայի համար։ Երկրորդը նայում ենք այնց մարդկանց, որ մեծանալու վաղ շատ խախտումներ չեն արել, բռնված չեն եղել։ Այդ հա, դե անպայման իրանք այդ բան են անում, չէ՞, լրիվ իր ցակումնաբանություն։ Հա, մենք լրիվ background անում ենք այդ ով որ apply անում, տնանք ինչ խախտումներ ունեն, ինչ մի բանի համար բռնվել են կամ կարող է ինչ որ նարկոտիկի խնդիրներ են ունեցել մեծանալու վաղ։ Կարող է նույնիսկ ես գիտեմ, որ հարազատի, եթե հարազատել ունեն, որ ասել ժամանակին հանցակտերա գործելու բանման, դա էլ աստուկ չէ, կարծեմ իր բանի վրա։ Էդի նայում ենք, ես այդ գործը արել եմ 2 տարի, նայում ենք տենց բաներին, բայց եթե լավ մարդ է, իսկապես այդ մարդը լավ մարդ է, իր ընտանիքը ինչ որ եղել է խնդիրներ, դա չենք հաշվի չեք առնում։ Հա, հաշվի չենք ասում եք էլի վրա, որ տեսնում եք ինքը լավ տղա, լավ մարդ է։ Այո։ Հա, դու ինչ կասես այդ կարճ։ Խորհուրդ երիտասարդներին ոնց անեն որ ոստիկան լինեն,
ամենաառաջի բանը խորհուրդ կտամ երևի թե Հայկը ասեց մարզված լինելը մեկ, երկրորդը ուսում ստանալն է։ Ուսումը շատ կարևորագույն դեր խաղում ոստիկանության մեջ, որովհետև երբ որ ակադեմիան ավարտեցիր, օրենքը պետք է իմանաս, դատարան ես գնում, դատախազության հետ ես գործ ունենում, ընդհանրապես կրթված լինելը շատ մեծ դեր է խաղում ապագայում քո կարիերայի մեջ առաջ գնալու մեջ։ Մարզված լինելը մեկ, փորձեն ինչքան կարան շարժ փորձանքից հեռու լինեն, ասեն ժողովրդական լեզվով ասեմ, ինչքան կարան փորձեն իրանց առօրյան անցկացնեն օրենքով ապրող մարդկանց շրջապատում, որովհետև անցյալը ստուգելու ժամանակ ոստիկանությունը նկատի ունենում, ում հետ է շփվում, քո ընկերական շրջապատը ովքեր են բարեկամության մեջ, ում հետ է շփվում։ Ինչ անցյալ ունես, ինչ բան ունես, ինչ կեսագրություն ունես, էլի, Բաքուր է, թե չէ այդ կեսագրությունը։ Մի բան է կարամ ավելացնել։ Իհարկե կարող։ Համը նայում ենք շատ կարևոր է կյանքի էքսպերիենսը այդ մարդու։ Կարող լինի 30 տարեկան մարդ կամ 35 տարեկան մարդ, բայց որ նայում ես կյանքի էքսպերիենս չունի։ Ոչ մի փորձ չունի։ Փորձ չունի, գործերը ստի մտի գործերը աշխատե, կրթություն չունի, կարող է երեխեք չունի, ընտանիք չունի, նայում ես ասում ես դու պետք է գնաս մարդկանց իրանց ամենավատ օրի վրա ու իրանց խնդիրները պետք է դու հարցերը փորձես որպես ոստիկան լուծես, բայց դու կյանքի էքսպերիենս չունես։ Εμείς կոմը կա, որ 25 տարեկան երեխեք են գալի, որ կամ գնացել ծառայել են, կամ դպրոց են գնացել, կամ ինչ-որ մի հատ ուժեղ գործ են ունեցել ու լիքը կյանքի էքսպերիենս ունեն 25 տարեկանում։ Դա շատ կարևոր է։ Իսկ ընդհանրապես ճիշտը որ տարիքից է սկսել նա ճիշտ։ 20-ից կարաս սկսես process-ը։ 20-ից կարաս սկսես, 21 ամենամինիմում տարիքն է, որ կարաս ոստիկան դառնաս Կալիֆոռնիայում։ Այդ հարցը մի քիչ դժվար է պատասխանել։ Եթե 21 տարեկան ես ու ուզում ես կրթությունը վերջացնես, Էդգարի ասած նման ես էլ եմ համաձայն, ավելավա կրթությունը ստանաս, հետո 24-25 տարեկանում սկսես։ Թե պետք է բանը պոլիսը պետք է կիրթ լիամել, չէ՞, զարգացած մարդ պետք է լինի, կարդացած մարդ պետք է լինի, իր բացի այն որ ինքը պոլիսի փորձ ունի, բայց կիրթ մարդ էլ պետք է լինի, էլի, պատահական մարդիկ դրանք չեն կարող լինեն, էլի պոլիս։ Որտեղ մարդիկ իրանց, ասենք, ձեզնից ամեն ինչով դի օրինակ վերսի, ձեր պահվածքով, ձեր խոսալու ձևով, չէ՞։ Կիրթ լինելը շատ կարևոր է, պարոն Ղազարյան, որովհետև ապրում ենք Լոս Անջելեսում։ Հա։ Քո հարորիայում դու շփվելու ես տարբեր ազգերի հետ, ինչ որ միտեղ պետք է հասկանաս, տարիքով մարդու հետ ոնց խոսած, երիտասարդի հետ ոնց խոսած, փորձես Լոս Անջելեսի թե Կալիֆոռնիայի օրենքը տարբեր ազգերին բացատրես։ Շատ կարևոր է կրթված լինելը կամ կիրթ լինելը։ Վերջով այս մասնագիտությունը որոշակի պրոֆեսիոնալիզմ է պահանջում, մարդկանց աչքի առաջ ես համազգեստը սակնում ներկայացնում ես օրենք, ներկայացնում ես պետություն, սոկե կեցվածքը քո ներկայացնում, երկիր ես ներկայացնում, ճիշտ կեցվածք ունենալը շատ կարևոր է այստեղ։ Դու քո պահվածքով էլ դի օրինակ ծառայես, էլի, քեզնից օրինակ դի վերցնեն, էլի, անշուշտ։ Շատ հետաքրքիր է, շատ։ Հետո բանը ամեն առավոտ գնում եք, չէ՞, դուք մարզումների։ Ես հա իմ schedule-ը նենց է, որ ժամը 6-ին առավոտը ջիմի մեջ եմ։ Հա, նույնն էլ Էդգարն է, ես գիտեմ։ Տենում եմ առավոտները։ Ընդհանրապես մեր կոնկրետ մեր ոստիկանության մեր բաժանմունքը շատ է հաջողում իրանց ոստիկաններին լավ առողջական պատրաստակամության մեջ լինելը։ Առավոտ երևի մի ժամ շուտ ենք միշտ գալի, ես գիտեք ժամը 4-ին արտանում եմ, 5-ին գալիս եմ, մի ժամ պարապում եմ, բացի դրանից մեր բաժնում անգամ մենք սպորտզալ ունենք, որտեղ որ ջիջիցու են պարապում բոլոր աֆիսերները, ով որ ցանկանում է, պարտադիր չի, բայց ցանկալի է, որ պարապեն, որտեղ աշխատանքի մեջ շատ են օգտագործում։ Շատ տարբեր բաների մեջ է կանգնում, չէ, բայց նաև ճիշտ է, վտանգավոր է, ճիշտ է, բանա, էսա այնա, բայց նաև հետաքրքիր է ձեր աշխատանքը, էլի։ Ձեր ամեն մի օրը նաև կինո է, ամել կինո է ձեր աշխատանքը։ Կենթանի կինո է։ Մենակ կամերաները չկան որտեղ կան, կինո է, հանցագործի հետ բռնել է, ես ինչ ական, չգիտեմ, հասնել, բան, կինո է, չէ։
իսկապես կինո է։ Ամեն օրը տարբեր է։ Ամեն առավոտ գալիս ես, միակ բանը որ նույնն է, երևի առավոտյան քո ճանապարհը աշխատանքի գալու։ Եկար մտար համազգեստակար դուս եկար, Ու չգիտես այսօր ինչ է լինելու։ Ամեն վարքյան փոխվում է, ամեն վարքյան մի տարբեր մի դրության մեջ ես լինում։ Տարբեր մարդկանց ես հանդիպում։ Պարզա, Էդգար ջան, Հայկ ջան, երկրորդ մասն էլ ավարտվեց, տեսնեք ինչ արագ է թռնում։ Հիմա անցնենք գովազդի, որից հետո նորից կշարունակեմ իմ զրույցը։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց նաև երկրորդ մասը մեր հաղորդման։ Հիմա անցնենք գովազդի, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Հայկի եւ Էդգարի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս իմ լավ ընկերների հետ, իմ շատ կարևոր ընկերների հետ, Հայկի եւ Էդգարի հետ։ Էդգար ջան, Հայկ ջան, շարունակում ենք մեր զրույցը, հիմա քիչ հետո պիտի պատմեք իրական պատմություններ ու անեկդոտներ, եթե ունեք, ես նախորդ ասել էի։ Դե պարզա, ձեզ ազատ ժամանակը շատ քիչ է լինում, շատ զբաղված եք լինում, այդ մի օրն էլ որ ազատ եք կամ բան եք, հազիվ ուզում եք մի քիչ հանգստանաք։ Օրինակ, մեկը կարող է գնա ցկնորսության, ինքը տենց է հանգստանում, մեկը որսի գնա, մեկը կնոջն ու երեխուն վերցնում քաղաքից դուրս են գնում, այդ ձևի է իրար։ Օրինակ, ձեր ազատ ժամերին ինչով եք զբաղվում, ինչ կամ հոբի ունեք առանձին։ Օրինակ, իմ հոբին ասեմ, շատ տարօրինակ բան է, ես նկարում եմ նաև, տեսել է իմ նկարներից Էդգարը, թե երգում եմ, սիրում եմ երգել, ձայնագրություններ էլ ունեմ, բացի դա իմ հոբիներից մեկ են թզբեղները կան, մոտ 60-ից ավել ունեմ Հայաստանում, Երևանում, հավաքում եմ դրանք, անգամ որ են գաղութում սարքած խմորից, չգիտեմ, սեյթունի հատիկներից բանից, մինչև ոսկուց եւ չգիտեմ ինչից նռնակարից, մինչև անգամ այդ էլ իմ հոբին է։ Օրինակ դուք ինչ ունեք ձեր զբաղմունքը կամ այդ բաները, հոբի որն է։ Միջև ամուսնանալը որ ճիշտ ասեմ շատ հոբիներ ունեի, բայց ամուսնանալուց հետո այդ հոբիները մի տեսակ եկավ հասավ նրան որ կնոջ հետ երեխուն վերցնել քաղաքից դուրս գնալն է դառել։ Բանը միջև ամուսնանալ որ ասեց Բերնարդ Շոուին հարցում են էլի մարդու ինքնակենսագրության մասին ասված էր ինքնակենսագրությունը ոնց է սկսում երբ է սկսում ասում է մարդու ինքնակենսագրությունը ծնված օրից միջև ամուսնանալը ամուսնանալուց հետո էլի ինքնակենսագրություն արդեն գնաց ճիշտ բանը ասել ոնց հասկացա։ Ահա Էդգար ջան, Հայկ ջան։ Ես չգիտեմ խի կամ որտեղից հասկսա, բայց սիրում եմ ավտոների վրա գործ անեմ։ Ավտոների վրա։ Հա, Օրինակ, հա, մեխանիկականություն, օրինակ իմ ավտոյի վրա Քանդես, հավաքես, յուղ ես, բան անես, հա։ Օրինակ եթե յուղը պետք է փոխվի, ես չեմ տանում, ես եմ յուղը փոխում տունը։ Դե մարդը սիրում է, իրոք սիրում է։ Հա, դա կարամ ժամերով մի փոքր բանի վրա աշխատեմ, անջատվում ես։ Դա դրան է պետք է ახალ ժամերով ժամ ունենաս, ազատ լինես, կարողանաս անել դա։ Արեք հələ փորձենք մի հատ դե այնքան մի հատ հարցել տամ, որից հետո անցնում ենք այդ բաներին, պատմություններին։
մեր ինչ ծրագրեր ունի օրինակ ոստիկանությունը։ Մոտակա ամենաառաջի ծրագիրը, որ ունենք, ամսի մայիսի 27-ին է լինելու ժամը 6-ից ժամը 9-ի սահմաններում ոստիկանությունը հրավիրում է բոլոր հայ համայնքի ժողովրդին, ապրողներին ծանոթանալու ոստիկանության աշխատանքի հետ։ Տեղի ունենալու ոստիկանության շենքում ծանոթանալու են բոլոր բաժինների հետ, տարբեր մասնաճյուղերի հետ։ Դրանից հետո ժողովրդին առաջարկելու ենք ոստիկանության շենքում տուր կազմակերպենք, որ ավելի պատկերավոր, ավելի տեսականորեն կարողանան հասկանան որ բաժինի ինչ է անում, ինչ շատ հետաքրքիր միջոցառում։ Դա էլի եղել է, թե դա նորություն է։ Շարունակական կերպով անում ենք, ամեն տարի, հա, դա արդեն տրադիցիա է դառել, հա։ Փորձում ենք պահպանենք, այո։ Շատ հետաքրքիր, շատ լավ բան է։ Ամսի 27-ին է լինելու, մայիսի 27-ին ժամը 6-ին, եթե ցանկացողներ կան, կարող են գնան մեր ոստիկանության ինտերնետային էջի վրա, դիմելուց հետո նոր հրավեր կստանան։ Հրավերքով, դա անվճար է։ Անվճար է։ Հա։ Եղավ։ Հիմա թեմա կա, որ կուզեիր էլի խոսայր կամ դու Հայկ ջան, մի բան կա, որ կուզեիք դրա մասին էլ, որ ես չտվեցի այդ հարցը ասենք։ Ունեք տենց բան, եթե չէ։ Ուրեմն իրական պատմություն, դու ասեցիր անեկդոտ չեմ պատմի, բայց մի բան կպատմեմ, որ տեղից անեկդոտ է, եւ ասեմ Էդգար ջան, ախր բոլոր անեկդոտներն էլ կյանքից վերցրած են, դրանք բոլորն էլ իրական պատմություններ են, ուղղակի մենք պատմողներս մի քիչ փոխում ենք, մի քիչ ձևավորում ենք, մի քիչ ճիշտ մատուցում ենք, ճիշտ ներկայացնում ենք, ստացվում է ծիծաղելի ու հետաքրքիր բան։ Հենց որ դու եթե պատմես իրականություն տես, դա էլ անեկդոտ է, տեղով անեկդոտ է, անեկդոտ է դրանից է ծնվում։ Լսում ենք քեզ։ Մեր դեպքերը մի քիչ մեկը մի քիչ դժվար է Եթերային չի, հա։ Եթերային չի, հա։ Բայց փորձեմ մի դեպք, որ հիշում եմ, որ մեջս տպավորվել է, մի քանի տարի առաջ եղավ։ Բռան փողոցի վրա U-turn շրջադարձ կատարելու համար մի հատ մեքենայի կանգնացրեցի, մոտիկացա, տեսա հայ տարիքով մարդ է իր կնոջ հետ։ Մոտիկացա, ասացի բարև ձեզ, ասի ձեզ հայերեն խոսքսեցի։ Հայերենով, հա, որ հայերեն էր խոսում, պետք է նկատեցի որ հայ է, էլ անիմաստ կտա, էլի անգլերեն խոսալը։ Ասացի ձեզ չթույլատրված վայրից շրջադարձ կատարելու համար կանգնացրել եմ, որի համար ձեզի տուգանք է հասնում։ Սենց նայեց դեպքից ֆռած կնոջը ասեց. լսար ինչ ասեց։ Հետ ֆռած ինձ էս արեց։ Այ ոնց որ այտենց լավ հայերեն ես խոսում, այտենց մեծ լավ տիկետ գրի այդ անտոն։ Ինչ աղաբարդ է եղել։ Որ հիմնականում փորձում են խոսան հարցնեն ասել տիկետ մի տոր, բայց այս դեպքում ցած ասած սենց լավ հայերենով ոնց որ կանգնացրեցիր, բացատրեցիր, այտենց մի հատ լավ տիկետ գրի։ Արա էտիշ լավ։ Ասացի չէ, այս անգամ չեմ գրի։ Էս ինչ լավ բարդ է եղել։ Հայկ դու ասեցիր, որ դու էլ եթերային անեկդոտներ չունես, բայց ոստիկանությունից պոլիսից տես բան չէի սպասում։ Լավ, մեջնից մի հատ էլ ընտրի ու պատմի էլի։ Մի հատ խոխման բան պատահել է։ Խոսում ենք տիկետ տալու մասին, չէ՞, սկզբից։ Եթե հայ է տալու ես, չես տալու, ինչ որ է։ Մի քանի տարի առաջ աշխատում էի այդ թիմի մեջ, որ աշխատում էի 2 տարի առաջ, մեր ավտոները սև ու սպիտակ չէին։ Լրիվ սերիա կամ սևա կամ սպիտակա ինչ որ է։ Ուրեմն այս մեծահասակ մարդ էր, մեքենան քշում էր ու կարմիր լույսի տակով պարզ անցավ։ Դեմս, ես իր հետևն էի։ Ասի, օքեյ։ Իր հետևից գնացի, լույսերը միացրեցի, որ ինքը կանգնի, գնաց աչք արեց, մի հատ էլ աչք արեց, մի հատ է կարմիր լույսի տակով անցավ էլի։ Հետո սկսեց արագ քշել, սկսեց լեյնը փոխի առանց մարգատի, ասի կարող է խմած է, կարող է հարբած է, չեմ անում։ Բայց երևում է, որ մեծահասակ մարդ է, ռոյլի քշում է։ В общем, իր հետևից երևի մի մայլ քշեցի։ Լույսերս միացած էր, բայց այդ որ ձեները հանում այդ siren-ը չէի միացել, որտեվ տենում եմ, որ մեծահասակ մարդ է։ Գնաց Գլենդելի գրադարանի դեմը մի հատ փոքր parking lot կա։
Ատե մտավ, ես ասի վերջապես էսի կանգնում է։ Հելա մեքենայից, Այն որ դեպի մայ կաֆե է գալիս, այդ արանքն է երևի։ այն նրա էմիս ցածր կոմը, Հա։ էմիս ցածր կոմը։ Մեքենայից դուրս եկավ, տեսա, մեծահասակ հայ մարդ է։ Փորձեցի հայերեն խոսամ հետ, ասում եմ, որ խախտում արե։ Ինձի նայում, միացած ձեռով արեց ու սկսեց քայլել։ Ես էլ ասում եմ, սուրա այդում։ Գնացի հետևից, ասում եմ, կանգնի, ուզում եմ հետ խոսամ, փոլիս եմ, կարմիր լույսի տակով անցել ես, հեչ պետք չէր։ Սենց նայեց ինձի, միացած ձեռով սենց արեց, մի երկու քֆուր տվեց, հեչ պետք չէր։ Ու ստես քայլելով գնաց։ Ես էլ կանգնած եմ parking lot-ի մեջ, ասում եմ, լավ, հիմա ինչ պետք է անեմ։ Էսով էր։ Այս մարդը երևի 80 տարեկան է, հո իր հետևից չեմ ընկնելու։ Ձեռքերը կապեմ կամ թիքետ տամ։ Տենց ապշած կանգնել էի parking lot-ի մեջ, ասի լավ, ես էլ գնամ իմ գործից երևի ինք։ Տենց ստացվեց։ Դες ինչ Գողական պապի է։ այ այս բառը ստես ասում, այն դուխով մարդ է։ Դխոն մատեր։ Տղեկ ջան, շատ եմ ցավում, իսկապես ես գիտեի, որ հետաքրքիր հաղորդում ա լինելու իմ հաղորդումը ձեր հետ, բայց այս աստիճանի չէի պատկաստում, որ այսքան լավ։ Հիմա ինչ է մնում, ավարտվեց մեր խոսակցությունը։ Ես մենակ մնում եմ իմ ցանկությունը հայտնեմ։ Երկուստ էլ երեխայի եք սպասում, երեխա եք ունենալու, ցանկանում եմ, որ բարով, խերով երջանիկ երեխեք ծնվեն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր գործին, ցանկանում եմ, որ Աստծո օրհնանքը ձեր վրա լինի, անփորձանք լինեք։ Ուրախ գնաք գործի, ուրախ տուն գաք, ու թող ձեր օրը անցնի հետաքրքիր, բարի լավ մարդկանց հետ կանգնացնեք, խելք սովորացնեք, խորհուրդ տաք ու ճանապարհեք։ Շնորհակալ եմ Էդգար ջան, Հայկ ջան, շնորհակալ եմ այդքան զբաղված լինելով հանդերձ դուք ձեր ժամանակից ինձ տրամադրեցիք, այդ ինձ համար շատ մեծ բան է։ Շնորհակալություն։ Հարազատս, ասա շատ։ Այ բանսին։ Ամցիկ։ Աջորից։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրերն էին փոլիսներ, երկու փոլիս հրաշալի անձնավորություններ, մեկը Էդգարն էր, իսկ մյուսը Հայկը։ Այժմ անցնեմ բարեկամներ մեր հաղորդման եզրափակիչ խոսքին։ Ոչ մեկը իրականում չգիտի, թե ինչ կա այն մարդու հոգում, որը միշտ ծիծաղում է։ Այսքան բան, սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Հոպար այդ խես բրդում մաշնեն կարող է փչացել է։ Չի փսացել, ցավը տանեմ։ Շատ լավ է քշվում է։ Անտիր։ Կարող է բենզինն ապրծել։ Չեմ եռեմ ջանդ։ Հենց նոր լցրեց, ասեց եկավ թափեց, այդքան լցրել եմ, բերնը։ Այն չէ, որ բրդելով այդ մյուս։ Ինչ եմ բրդում։ Ցավը տանեմ։ Լավ խմած եմ։ Լավ։ Հիմա որ քշեմ բռնելու եք, չէ՞։ Ախր ես էլ բրդում եմ։